Այսօր միասին պատրաստելու ենք շատ համեղ թխվածք, էսկիմո։ Կրեմի համար մեզ հարկավոր է 7 ծվի դեղնուց, 1 բաժակ շաքարավազ, 2,5 բաժակ կաթ, 3 ճաշի գթալ կարտոֆիլի օսլա և վանիլին։ Այս ամենը լավ խառնում ենք և եփում ենք մարմանդ կրակի վրա։ Կրեմը անհրաժեշտ է անընդհատ խառնել, որպեսզի գնդեր չառաջանա։ Լավ խնդանալուց հետո վերցնում ենք կրակի վրայից, իսկ մինչ կրեմը կսառի, պատրաստենք խմորը։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է 7 ծվի սպիտակուց, 1 բաժակ շաքարավազ։ Պատրաստում ենք լավ պինդ բեզե։ Այնուհետև ավելացնում ենք 4 ճաշի գթալ կակաո, 4 ճաշի գթալ ալյուր և փայտի սկթալով զգուշությամբ խառնում ենք, որպեսզի խմորը չնստի։ Թխում ենք 160 աստիճան ջերմաստիճանում։ Հիմա պատրաստենք մեր կրեմը։ 300 գրամ կարագը լավ հարում ենք, որպեսզի սպիտակի և գթալ ավելացնում ենք սառած կրեմը։ Վերջում ավելացնում ենք վանիլինը և հարում այնքան, որպեսզի ստանանք համասեռ և այսպիսի գեղեցիկ կրեմ։ Ամբողջ կրեմը տեղափոխում ենք պատրաստի խմորի վրա և ամբողջությամբ տարածում խմորի վրայով։ Տորթը զարդարում ենք, տորթը ամբողջությամբ պատում ենք գլազուրով։ Գլազուրի համար մեզ անհրաժեշտ է 4 ճաշի գթալ շաքարավազ, 3 ճաշի գթալ կակաո, 4 ճաշի գթալ ջուր։ Եփում ենք մարմանդ կրակի վրա, պնդանալուց ավելացնում ենք մի փոքր ձեթ, որպեսզի մեր գլազուրը լինի գեղեցիկ և փայլուն։